Այսօր կայացած ավականու երկրորդ նստաշրջանի առաջին նիստում հիմնական քննարկման թեմաներից մեկը դարձավ քաղաքի հեռանկարային զարգացումը։ 15 միլիոն դոլար բյուջեով պլյուս մինուս չենք կարողանալու Գյումրիի ճակատից մաքրել աղետի գոտի պիտակը։ Ավականում Այդ Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը ներկայացրեց այն ծրագիրը, որը դեռ իր նախընտրական քարոզարշավի առանցքում էր։ Քաղաքին ազատ տնտեսական գոտու եւ հարկային արտոնյալ կարգավիճակով ազատ քաղաքի կարգավիճակ տալը։ Այս գաղափարին դեռ ամիսներ առաջ ստորագրություններով հավանություններ տվել ավելի քան 7000 գյումրեցի։ Մասնագիտական հաշվարկներով ակնկալվող արդյունքներն են քաղաքի զարգացում, ավելի քան 15000 նոր աշխատատեղ, շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում, գիտակրթական առաջընթաց։ Մենք հասկանում ենք, որ սա համայնքային մակարդակով լուծվող հարց չէ, բայց ավականին մենք բոլորս իրար հետ մեր անելիքն ունենք։ Բոլորս էլ գյումրեցիներ ենք եւ համատեղ ջանքերով պետք է ստիպենք իշխանությանը հաշվի նստել հազարավոր գյումրեցիների, ովքեր միացան մեր ստորագրահավաքին եւ հենց իրենք դարձան պահանջատեր այս ծրագրի կյանքի կոչման համար։ Սիմոնյանը ընդգծեց Գյումրու աշխարհագրական կարևոր դիրքը, հյուսիս-հարավ մայրուղու հանգույց, երկաթուղային եւ օդային հաղորդակցության հնարավորություններ, ինչպես նաեւ որակյալ աշխատուժի առկայություն։ Նրա խոսքով այս բոլոր գործոնները կարող են Գյումրին վերածել ներդրումների գրավիչ կենտրոնի։ Անհատ ձեռնարկատերերը եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները կազատվեն օրենքով սահմանված, ոչ թե կազատվեն, այլ կզիջվեն օրենքով սահմանված հարգերից 50%-ով։ Եվ հենց դա կնպաստի, որպեսզի ներդրումային հոսքը Գյումրիում մեծանա եւ Գյումրին 5 տարվա մեջ ամբողջությամբ փոխի դիմագիծը։ Նա նաև հիշեցրեց, որ նմանատիպ փորձ արդեն կա աշխարհի տարբեր երկրներում եւ այն ամենուր դարձել է տնտեսական վերելքի հիմք, սակայն մինչ ծրագրի օգտակարության միջազգային օրինակները քննարկվում էին Գյումրու ավականու նիստում, նախաձեռնությունը դարձավ բուրըն բանավեճի առարկա։ Եթե ամբողջ ազատ տնտեսական գոտու եւ ազատ քաղաքի կարգավիճակ տալը չինական Չինաստանի համար զարգացման ճանապարհ են տունվում եւ դուք ձեռ եք առնում, դրա համար էս օրին ենք, ներողություն, դրա համար էլ էս օրին ենք, դրա համար Արցախը չկա, դրա համար սրբազանները տերորիստ են, դրա համար Ջերմուկի գլխում թուրքը նստած է։ Համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը նախարարարկեց հարցը հանել օրակարգից, ապա քվեարկել թողնել հարցը օրակարգում, թե ոչ։ Չնայած բազում խոչընդոտների Կարեն Սիմոնյանին հաջողվեց նախագիծը անցկացնել։ Ես առաջարկում եմ ուզում եք քվեարկենք։ Միանշանակ, որպեսզի գյումրեցին տեսնի, ով է կողմ ազատ տնտեսական գոտու եւ ազատ քաղաքի կարգավիճակի, ով դեմ, ով ձեռնպահ։ Լավ, հիմա մի հատ ես որպեսզի ոչի կրնակ չլինի։ Սպասեք, ես խնդրում եմ ովքեր են կողմ, որ հետաձգենք այս բանը, այսօրվա Կարեն Սիմոնյանի առաջարկած։ Որպեսզի ավելի կառուցողական լինի, որպեսզի իրոք հարցի լուծում գտնենք։ Ոչի կրնակ եք։ Ինչի։ Լավ, ուրեմն սպես ենք անում, լավ, ուրեմն բերեք, լավ, եղավ, եկեք քվեարկենք, բայց հետո նորից այս հարցը կլսենք, եթե չանցավ, հետո նորից կլսենք։ Արդյունքում նախաձեռնությունը հաստատվեց ավականու 18 կողմ եւ միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության 13 ձեռնպահ ձայներով։ Հաջորդ քայլը ուղերձով Հայաստանի Հանրապետության կառավարությանը դիմելն է ծրագիրը քաղաքում իրականություն դարձնելու համար։ 18 կողմ 13 ձեռնպահ Շնորհավորում ենք։ Ձեռնպահը նշանակում է անտարբեր, որը իմ դիտարկմամբ ավելի վատ է, քան դեմ քվեարկելը։ Ինչ որ միտեղ։ Իհարկե երկուսն էլ ներում չունեն, որովհետեւ Գյումրեցին ասում է եղբայր, եթե ես քիչ հարկ տամ 50%-ով, դու ինչի համար ես ձեռնպահ։ Չպետք է կանգ առնենք եւ պետք է նորից շարունակենք այդ նույն ջանասիրությամբ, որովհետեւ ի վերջո որևիցե իշխանություն հասկանա, որ եթե Գյումրին պետք է ունենա զարգացում, ուրեմն դա հեռանկարային զարգացման ծրագրի շնորհիվ է։ Օրակարգում նաև քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի հաստատման հարցներ, այստեղ եւս ավականու անդամները, ինչպես նաև Մայր Հայաստան խմբակցության անդամ Աննա Մուրադյանը մի շարք դիտարկումներ ու վերապահումներ ունեին։ Շփվելով քաղաքացիների եւ մասնագետների հետ եղավ կարծիքների փոխանակում եւ եկանք այն եզրահանգման, որ այգում արձաններ տեղադրելը արդյունավետ չէ։
պետք է այգին օգտագործվի ֆունկցիոնալ։ Այգու սկզբնամասում եւ վերջնամասում արդեն կան արձաններ, պետք չէ արձանախեղ տանել այգին։ Առաջարկում ենք այս պահին հանել ծրագրի միջից վերջին նախադասությունը եւ հաղթանակի այգու վերաբերյալ հայտարարել գաղափարների մրցույթ։ Հաղթանակի այգու վերաբերյալ դե ես նշեցի, որ դա ընդհանրապես տեսլականում ներկայացված է եւ նշեցի, որ դա անփոփոխ փաստաթուղթ չէ։ Մենք իհարկե կքննարկենք բոլորիդ հետ միասին։ Այնուամենայնիվ հնգամյա զարգացման ծրագիրը այս անգամ հաստատվեց։ Մեր դիտարկմամբ ցանկացած հնգամյա զարգացման ծրագիր չի կարողանալու Գյումրիի դիմագիծը փոխել եւ դարձնել աղետի կոդու զարգացման կոդի, հետեւաբար մանր դետալների մեջ խորանալը ճիշտ է, սխալ չի, վատ չի, բայց կարծում եմ, որ այդտեղ չկա դեմ կամ կողմ, որովհետեւ հիմա մեր կողմից առաջ քաշվեց հաղթանակի զբոսայգին, կենտրոնական այգի էր, որը չէր կարող այդպես անմխիթար մնալ, բայց հիմա մի այգու փոխարեն մյուսը, չգիտեմ, մի ինչ որ կրտոջախի փոխարեն մյուսը, դա չի տալու այն զարգացումը, ինչին մենք սպասում ենք։ Հետևաբար այդ հարցին հնգայնային կողմ եւ դեմ քվեարկելը շատ մեծ էական տարբերություն չէր։ Բացի ծրագրային առաջարկներից, Կարեն Սիմոնյանը հանդես եկավ նաև քաղաքական գնահատականներով։ Աննշան հիշեցում եմ, ես նախ անցյալ նիստին ասեցի, որ հորդորում եմ ձեզ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը իր փոքրիկ ներդրումն ունենա Միքայել Սրբազանի օր առաջ բաց թողնելու համար։ Քանզի գործը շինծու է, փաստ է, որ որոշ ժամանակ առաջ ասված խոսքերի համար չեն դատապարտել եւ քրեական կորտ չի հարուցվել, իսկ որոշ ժամանակ հետո հարուցվել է։ Միքայել Սրբազանը մենակ ընդդիմության Սրբազանը չի Շիրակի մարզի, նաեւ յուրաքանչյուրի Սրբազանն է։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։